Արծվիկ Մինասյան։ Սիրելի հայրենակիցներ, թեև Արթուր Խաչատրյանը հիշեցրեց, որ այսօր ուրբաթ է, բայց նաև այս ուրբաթը ամփոփումն է շաբաթվա, պարոն Խաչատրյան, եւ այս շաբաթը մենք այս ամբիոնից լսեցինք ոչ միայն ատելության խոսք, լսեցինք ոչ միայն ազգային արժեքների, ազատագրական պայքարի, ուրացումների հսկայական մի, այսպես բառապաշարներով հարուստ արտահայտություններ, նաև խորհրդանշական է, որ ուրբաթը ամփոփում ենք հենց հանրային հեռուստատեսային եւ ռադիոյի հանձնաժողովի տարեկան զեկույցի ամփոփումով, որ ըստ պետք է այո նաև հետևի լրատվամիջոցներում ու իրենց կարգավորման առնվազն տիրույթում լրատվամիջոցներում այս ատելությունը եւ անհանդուրժողականությունը պետականության քանդմանը ուղղված գործողությունները կանխելու հանձնառությունը պետք է իրականացնի։ Բայց մենք տեսնում ենք, ինչպես Լիլիթ Գալստյանը բերեց կոնկրետ օրինակ, եւ այդ մասով մենք վարույթը սկսել ենք ու կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը արդեն վարույթը նախաձեռնել է, այսինքն հարուցել է վարույթը Հակոբ Մովսեսի կողմից համանդրության պահանջների խախտման մասով եւ հուսանք շուտով կլինի եւ ազգային ժողովում քննարկման առարկա կդառնա այս անձնավորության պաշտոնանկության հարցը, բայց ես ուզում եմ անդրադառնալ այն մեծ չափաբաժին ատելությանը, պատմության կեղծմանը եւ ազգային արժեքների մեր ազգային ազատագրական պայքարը նսեմացնող արտահայտություններին, որ հնչեցին այս ամբիոնից, կառավարության ղեկավարից սկսած ավարտված падգամավորներով, ովքեր ոչ միայն չունեն այդքան կենսագրություն, որ դատեն իրենցից առաջ հերոսությունները, այլ նաև այնքան փորձեցին կեղծել պատմությունը, որ հասան այնտեղ, որ անկախության համար նահատակված մարդկանց եւ այդ մարդկանց համախմբումն ապահովող կուսակցությանը մեղադրում էին թշնամու հետ համագործակցության մեջ։ Սա ոչ այլ ինչ է, քան հայտնի ժողովրդական խոսքի, երբ որ ասում է գողն առաջինն է բղավում բռնեք գողին, արտահայտության վերափոխված տարբերակը, երբ որ դավաճանն առաջինն է գոռում, ահա նրանք դավաճանները։ Հիմա այս ամբիոնից մեղադրանք է հնչում եւ պատմության հերավոր հատվածից բերվում են մեծ բերումներ, որոնք ոչ միայն իրականության հետ աղերս չունեն, այլ նաև իրականությունը գլխի վրա շուրջ տված փորձ է արվում ներկայացնել այսօրվա այս ուրացման քաղաքականությունը։ Ես շատ չէի կենտրոնանալ այս հարցի վրա եւ առաջին օրը մտածում էի, որ Նիկոլ Փաշինյանը ընդամենը նախընտրական այսպես շրջանի բացումն է անում այս գործողությունով, բայց հետո ես վերանայեցի մոտեցումը։ Սա մի քանի կոնկրետ թիրախավորված ուղղություններ էր։ Առաջինը նա է, որ ինչպես հիշում եք, այսպես կոչված այն պայմանագիրը, որը բանակցում եք, դրանում տեղ էր գտել մի ձևակերպում, որ պետք է պարտավորված լինի Հայաստանը պայքարելու ռևանշիստների դեմ։ Դա բացելով արտահայտությունը ազգային ուժերի, ազգային նպատակների, այս ստորացման իրողությունը չընդունող անձանց դեմ, ինստիտուտների դեմ, եւ ահա ուրեմն այս հանձնառությունը Հայաստանի գործող իշխանությունը կետ առ կետ որոշել է կատարել այդ թվում նաև այս ամբիոնը օգտագործելով եւ թիրախավորելով ազգային ազատագրական ակունքներում կանգնած քաղաքական ուժին, մարդկանց, հերոսներին, ովքեր ազատագրել էին Արցախը,
ովքեր այս իշխանությանը փոխանցել էին 42,000-ից ավելի քառակուսի կիլոմետր հայկական իշխանությամբ երկու պետություններ։ Երկրորդ թիրախը ըստ էության այն էր, որ ինչպես անենք, որ հասարակության մոտ այս ուժը եւ անձինք իջնեն եւ հավասարվեն այսօրվա դավաճաններին։ Դրա համար է ամբիոնից հնչեցվում, մենք չենք վիճում, թե մեզնից ով ավելի թուրք, արտահայտությունն են ստեղից հնչեցնում, կամ մեկ այլ բան, դաշնակցությունը համագործակցել է երիտուրքերի հետ, չէ, ինչ եք ասում, կոալիցիա է կազմել երիտուրքերի հետ, կոալիցիա է կազմել բոլշևիկների հետ, կոալիցիա է կազմել ԿՊ-ի հետ, կոալիցիա է կազմել մի խոսքով Բոլշևիկների հետ էս վերջերս։ Բոլշևիկների հետ ասեցի։ Հա, մի հատ էլ նորից բոլշևիկների հետ, հա։ Չէ, այս վերջին կոմունիստն է։ Այդ երկուսը մի խառնեք իրար, որովհետև Հայաստանի առաջին հանրապետության կործանման պատճառը հենց թուրք բոլշևիկյան համագործակցությունն էր, որը ցավոք սրտի ձեր համար դաշ չի եղել։ Եվ որ ամենավատը նա է, որ երբ որ մենք ասում ենք օգտվեք այն դասերից, որ մենք ստացել ենք թուրքերի հետ հարաբերություններ կառուցելուց, աշկներս չռած նաև Եվրոպայի վրա հույսեր դնելուց, օգտվեք այդ դասերից, դուք ոչ միայն չեք օգտվում, դուք կատարում եք եռակի, քառակի ավելի խորը ու համապարփակ այն անտերի մեջ հայտնվելու գործողություն, որի պատճառով երկիրն ու ժողովուրդը կանգնեցնում եք կործանման փաստի առաջ։ Սա եք դուք անում։ Եվ հետաքրքիր մի բան էլ կա, դուք սա անում եք առանձին էնտուզիազմով, ոգևորված, չգիտեք թե ումը ինչ եք ուզում ապացուցեք, ուզում եք ապացուցեք, որ Հայաստանը, հայ ժողովուրդը պետականություն կայացնելու հնարավորություն չունի, իմաստություն չունի, թեպետի անպայման ծառայի ինչ-որ մեկին, այդ թվում նաև թուրք-ադրբեջանական տանդեմին, ումը եւ ինչն եք ուզում ապացուցել։ Մեր ժողովուրդը կարողանում է թացը չորից տարբերակել, բայց դուք նույնիսկ էդ էլ չեք ընդունում։ Դուք Գյումրվա ձեր 50+1%-ի չհաղթահարելը ավելի ծանր եք տանում, քան Արցախի կորուստը։ Դուք ավելի ծանր եք տանում, քան 44-օրյա պատերազմը։ Այս ամբիոնից հնչող այդ ատելության խոսքերը Գյումրիում ժողովրդի կողմից ընտրված ընդդիմադիր ուժերի իշխանությանը դուք վերագրում եք ըստ էության թշնամական կառույց, միավորում, բոյկոտում եք եւ հայտարարում եք, որ ճգնաժամ է Գյումրիում եւ այդ ճգնաժամը պետք է արտահերթ ընտրություններով լուծվեն։ Դուք չեք խորշում այս ամբիոնից հայտարարել բաներ, որոնք որ մոռացել եք, որ դրանից առաջ ուղիղ դրա հակառակն եք ասում։ Խոսում եք պետականության արժեքների պաշտպանության մասին, խոսում եք Հայաստանի ղեկավարների նկատմամբ հարգալից վերաբերմունքի մասին, նույն ժամանակամիջոցում այս ամբիոնից ինչքան հնարավոր լուտանքներ, կեղտեր, վիրավորանքներ կա, հնչեցնում եք այդ մարդկանց եւ ուժերի հասցնին։ Հիմա այս երկու իրականության մեջ հանգում ենք մի պարզ ճշմարտության։ Դուք իրականում աղավաղում եք ամեն ինչ, որպեսզի մնաք այդ աթոռներին կպած։ Դուք իրականում ձգտում եք ձեր իշխանությունը, ձեր այս փոքր իշխանությունը, որը շատ կարճ ժամանակ հետո վերանալու է, որպես կառավարություն, որպես մեծամասնություն եւ գալու է ազգային իշխանություն մեր երկրում։ Դուք այս կարճ ժամանակամիջոցում փորձում եք ինչքան հնարավոր է անդառնալիության իրավիճակ ստեղծել, որպեսզի մարդկանց մոտ հույսը, հավատը վերանա, թիրախավորելով արցախցիներին, թիրախավորելով Արցախը, դուք իրականում ոչնչացնում եք Հայաստանի ու հայ ժողովրդի դիմադրողականությունը։ Եվ բոլոր այն մարդիկ, ովքեր իշխանության ներկայացուցիչները քմծիծաղ են տալիս կամ ժպտում են այս արտահայտությունների մասով, առաջին հենց այս վայ
նպատակների իրականացնողներն են։ Հետևաբար, ամփոփելով խոսքս, ես կարծում եմ, որ պարոն Ռուբինյան, պետք չի տանջվել ու չարչարվել եւ բոլորդ, ովքեր որ հակադաշնակցական անդադ գրականություններ կամ հեղինակներ եք ցիտում, կուզեք առանձին մի հատ ցանկ ձևավորենք եւ ձեզ կփոխանցենք, որ շատ չտանջվեք, հակադաշնակցական մամուլի, գրականության, կփոխանցեք ձեզ, հանգիստ կարողանաք դրանից ծաղկաքաղեր անել եւ այստեղից բաներ արտահայտել, բայց դաշնակցությանը մի վերագրեք մի բան, որը չկա։ Իսկ դաշնակցությունը ունի շատ կարևոր մեկ նպատակ ու սկզբունք՝ Հայաստանի ու հայ ժողովրդի շահերի պաշտպանությունը։ Եթե դուք այդտեղ չեք, չի նշանակում, որ դուք եք ճիշտը։ Դուք այստեղ չեք, որովհետև դուք կապ չունեք հայ ժողովրդի շահերի հետ։ Շնորհակալություն, արտահայտ ելույթով ես հանդես կգամ։